Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Սոֆիայում եւ մեր հայացքը Երևանից դեպի մեր հայկական համայնքն է, Բուլղարիայում ապրող, աշխատող ստեղծագործող եւ այսօր իմ զրուցակիցն է Սոֆիայի հայ բարեգործական ընդհանուր միության պատվո ատենապետ Տիկին Սոնյա Ավագյան-Պետրոսյանը։ Տիկին Սոնյա, անչափ ուրախ եմ, որ մենք ունենք այս հնարավորությունը խոսելու հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը ներկայացնելու հատկապես Սոֆիայում, Բուլղարիայում նախ կարճ պատկերացում տանք հայ համայնքի մասին։ Մեր հայ բարև ձեզ բոլորին, այս դժվար օրերուն, որ բոլորս գաբրենք եւ մանավանդ Լիբանանի այս տակնաբը որ գա եւ հուսանք շուտով գավարտվի, մենք այստեղ գշարունակենք հայաբախման մեր աշխատանքը արդեն 30 տարի բարեգործական Սոֆիան ունի զանազան աշխատանքներ, որոնք տարիներու ընթացքին ամփոփեցին ավելի մեր հայ համայնքը, կփորձենք մեր լավագույնը տալ եւ դարաձել հայ մշակույթը։ Ունենք ստեղծած հայ դբրոց Գերագնորիա բարեգործականի գից հայլեր անունով 14 տարի առաջ արդեն ունենք սերունդ որ բավական մեծ երեխաներ են, որ այլևս 24-23 տարեկան են։ Հիմա երկրորդ փուլն է, որ արդեն մոդադան են իրենք ալ գունենանք մեր մեջ իբր մեծացած հայ երդասարտներ, որոնց հետ զբաղված են մեր ուսուցչուհիները, որոնք փորձած են իրենց հայ լալու զգացումը չմոռանան եւ դարածվի իրենց հայ զգացումը մշակույթով, գիտությունով, վերջերս գսպարվին նաեւ ռոբոտիկայով, շախմատով, այսպես զանազան աշխատանքներ, որ մենք չենք նայեր մեր աշխատանքները իրենց լավ երդասարտներ պատրաստելու համար։ Հասկանալի է, նաեւ ինչքանով տեղյակ եմ գործում է նվագախումբը հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ, ինչ նվագախումբ է, ինչ ստեղծագործություններ են ներկայացնում։ Ուրեմն մենք ունենք 20 տարվա այլևս բախմություն, 20 տարի առաջ 100-ամյակի բարեգործականի 2006-ին ունեցանք այս գաղափարը ստեղծել նվագախումբ օրկեստրա, որ բարեգործականի անունը ունենա եւ դիմեցինք մայստրո Պապազյանի հետ, Պետրոս Պապազյանի հետ, ֆիլհարմոնիայեն հրավիրեցինք Սոֆիայի ֆիլհարմոնիայեն, հրավիրեցինք շատ լավ մագարտակ նվագողներ, որոնք միացան մեզ եւ արդեն այս տարի գտնենք 20 տարին այս մեր օրկեստրին Ցավոք սրդի մայստրո Պապազյանը ոչ եւս այլևս եւ այլևս իր դերը գրավե Լևոն Մանուկյանը, որ շատ լավ երդասարտ դիրիժոր է եւ մեր համերգները արդեն ունին բավական լավ ինչ ստեղծագործություններ են ներկայացնում։ Ընդհանրապես դերևս կզարմանաք, բայց մեր նվագողները բուլգար են եւ 20 տարվա ընթացքին իրենք ավելի հայ դարձան, քանի որ բոլոր մեր ճանկը այդեր, որ հայ գիտված եւ հարկված երաժիշտներու աշխատանքները Գոմիդասը, Խաչատուրյանը, Մանսուրյանը, Բաբաջանյանը իրենց աշխատանքներով համերգներ ունենանք եւ մեր նվագողները բոլորը ծանոթ են մեր լավագույն կոմպոզիտորներու աշխատանքներին։ Այսպես կդարածենք հայ մշակույթը եւ հայու լավ անունը այս գեղեցիկ գործունեությունով, որ կփորձենք անել։ Հիմնականում համերգները Բուլղարիայում են տեղի ունենում։ Այո, Բուլղարիա, սկիզբներում մի քիչ ավելի կենտրոնացած էինք Սոֆիա, բայց մի քանի համերգ ունեցանք նաև Վարնա։ Բարեգործական Վարնան մեզ հրավիրեց եւ այնտեղ նույնպես ունեցանք համերգներ։
Հասկանալի է։ Տիկին Սոնյա, այս պահին մենք պետք է կարճատև դադար ունենանք, կլսենք, կդիտենք հենց ձեր նվագախմբի կատարումներից մեկը եւ կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է Սոֆիայի հայկական բարեգործական ընդհանուր միության պատվավոր ատենապետ Սոնյա Ավագյան-Պետրոսյանը, իսկ այս պահին պետք է դիտենք, լսենք հենց խոստացված կատարումը, խնդրեմ։ Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է Սոֆիայի հայկական բարեգործական ընդհանուր միության պատվավոր ատենապետ Սոնյա Ավագյան-Պետրոսյանը եւ մենք այսօր հայացքը մեր դարձնում ենք դեպի այս հայկական կառույցին, այս հայկական համայնքին, որը արդեն երկար ժամանակ ապրում, ստեղծագործում է եւ նաեւ կապը պահում է հայրենիքի հետ, հայկականության հետ։ Դժվար չէ պահել հայկականության հետ կապը, քանի որ հաշվի առնելով, որ իսկապես ժամանակները դժվարին են եւ այնուամենայնիվ ապրելով մի երկրում առավել շատ սկսում ես այդ երկրի լեզուն յուրացնել, առավել այդ երկրի նիստուկացի մեջ ես լինում եւ հայկականությունը պահելը հավելյալ ջանք ու եռանդ աշխատանք նվիրում է պահանջում։
Ճիշտ ադոր համար է որ դժվար է, քանի դժվար է մենք չենք նայած մեր ճանկերը տապել, մեր ուժը դալ այդ ուղությամբ, քանի որ Բուլղարիան գիտեք 50 տարի մնացած է առանց հայ լեզուի դպրոցներ, եկեղեցիներ եւ երբ որ ես սկսա բարեգործականի այս աշխատանքը 30 տարի առաջ նկատի չէի առած որքան այս ինչպես բացատրեմ, այսինքն բագաս բամն է, որ մեր հայերը գործընծուած են, չունին այդ զգացումը, չունին այդ գիտությունը, որ մենք, քանի որ ես ունեցած եմ Արիթ Լիբանան ապրել եւ ավարտած եմ հայ Հրիփսիմյանց կոլեջը, ունեցած եմ այդ Արիթը բախբանել այդ հայ զգացումը, բայց պատերազմեն վերջ երբ որ հոս փոխադրվեցանք Գարձեի որ բոլորը այդպես ինձի նման բախած են իրենց գիտությունը ուրիշ իրականությունից է եկել եւ անդրադարձա որ բնավ այդպես չէ քանի որ չկա դպրոցներ որ արդեն ունենան իրենց մշակույթը կամ առօրյա ուսումը եւ շատ դժվար գաղութի մեջ գտնվեցա բայց քանի Լիբանանի պատերազմը անցուցած ենք եւ դժվարություններ տեսած ենք Պետք է հուսահատել եւ իմ լավագույնս դվի այսօր 20 տարի որ ունենք արդեն ճամբար օրկեստրա ունենք ջամբարներ հայլեր դպրոցի գից որ ամեն տարի մոտավոր 120 բզդիկներ կան կհավաքվին բոլոր Բուլղարիայի քաղաքներեն եւ նույնիսկ Եվրոպայեն կան եւ գմիանան մեր ջամբարի այդպես որ մենք կնանք ասել ուրախ ենք այս աշխատանքով Եվ մեր լավագույնը կշարունակենք անել, որ մեր ուժերներ են։ Տիկին Սոնյա, այնուամենայնիվ ճիշտ է դուք նշեցիք, որ այստեղ մեծապես նպաստել է նաև ձեր կրթությունը, որը ստացել եք Լիբանանում եւ ամեն դեպքում, քանի որ մեզ այս բանը լսում են մեր հայրենակիցները, մերձավոր արևելքի երկրներում եւ հատկապես Լիբանանում, իսկապես կարեւոր է, որ դպրոցի գիտելիքը, որը որ դուք ստացել եք, իսկապես հիմք է ստեղծել, որպեսզի դուք կարողանաք մեկ այլ համայնքում, որտեղ որ ուրիշ բարքեր, ուրիշ իրականություն, ուրիշ նիստուկաց է գործում, կարողացել եք փոխանցել նաև ձեր դպրոցի ստացածը, քանի որ այն ամրությունը, այն արմատը, որը եղել է ձեր Լիբանանում ապրած տարիների ընթացքում, հնարավոր է եղել նաև այստեղ փոխանցել ու այսօր համայնքը զգում է դա։ Ես կգարձեմ, որ այդ ուսումը, որ ունեցած եմ Հրիփսիմյանց կոլեջի մեջ, ես ինքս անգամ չէի անդրադարձած, որ հայերեն լեզու գիտնալը, դիրաբեդելը ատկայն արժեքավոր բան է մեր ասկի համար, գոյության համար։ Ուղղակի մեր ուժը ավելի գուտայինք անգլերենի, ֆրանսերենի, բայց հայերենը քիչ այսպես թյուրին լեզու է մեզի համար ասելով, ավելի ուշադրություն չէին գնել դասընթացին ժամանակ։ Այնադեն մեր ուսուցչուհին գսեր ես գտեսնեմ որ դուք ուշադիր չեք, բայց օրը պիտի տեսնեք որ ձեր կյանքի մեջ պիտի կա բախմը, պիտի զարմանաք թե ինչու համար դուք ավելի ուշադիր չեք եղած եւ պիտի զղջաք։ Այդպես մեզի ձևով մոթիվացիոն գներ որ շատ ծրված ենք հայերեն դասընթացի ժամանակ։ Իսկապես այդ օրը ինձ համար եկավ երբ որ ես ադենաբեդ եղա ընտրվեցա Դեսա որքան բագաս բաներ կա, որ ես նույնպես չեմ գիտեր։ Եվ առանց հուսահապելու սկսա այդ աշխատանքը դանել, որ մենք իբր հայ այս երկրի մեջ բախբանենք մեր հայ լեզուն եւ այդ կաղապարով է որ դպրոցը ստեղծեցինք եւ մշակույթը ձևով երաժշտության ձևով դարաձեցինք Սոֆիա բոլոր Բուլղարիայի մեջ եւ որ վիդեոյով գնացիդել դուրսնալ գզանոթանա մեր մագարտակ համերգներին։ Տիկին Սոնյա եւ մեր զրույցի ավարտին, քանի որ մեզ լսում են, դիտում են մեր հայրենակիցները Լիբանանում, մերձավոր արևելքի երկրներում, մենք ունենք հնարավորություն նաեւ իսկ դուք ապրել եք երկար ժամանակահատված, ուսում եք ստացել հենց Լիբանանում, ունենք հնարավորություն ողջունելու ձեր մտերիմներին, ընկերներին, բարեկամներին։ Շնորհակալ եմ այս արիթին համար, որ կարող եմ շնորհավորել Անշուշտ իմ դասընկերներս, որոնք ինձ կտեսնեն եւ կճանաչեն, ուզեի բարևել եւ այս բոլոր դժվար բաները, որ հիմա գաբրիկ,
վերջ կգնեն եւ մեր հայ ազգը ավելի հանդարտ եւ գեղեցիկ լիբանանի երգիրը վայելե առանց ովևէ մեկ պատերազմի եւ դժվար օրերի։ Ձեզ հետ ենք, աղոթում ենք, սիրում ենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում ենք ձեզ աշխատանքային ստեղծագործական հաջողություններ, իսկապես կարևոր գործունեություն եք ծավալում 30 տարի ղեկավարելով նաև կառույցը հայկական բարեգործական ընդհանուր միությունը, մենք էլ բարբերաբար առիթի դեպքում կանդրադառնանք, կներկայացնենք ձեր տարատեսակ ծրագրերը։ Շնորհակալ եմ նաև հարցազրույցի համար, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր հայկական բարեգործական ընդհանուր միության պատվավոր ատենապետ Սոնյա Ավագյան-Պետրոսյանը։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։ Հաջող։